Մինսկի սրտում հավատացյալ հայերը վեհաշուք աղոթատեղի ունեն։ Հանդիսավորությամբ դռներն է բացում Բելարուսում կառուցված առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Այն օծվում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հանդիսապետությամբ։ Եկեղեցու օծմանը ներկա է Գագիկ Ծառուկյանը ընտանիքի հետ։ Բելարուսի հայ համայնքի խնդրանքով Գագիկ Ծառուկյանը դիմել էր նախագահին։ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել էր մեծ պատրաստակամությամբ։ Նոր եկեղեցին դառնալու է հայ համայնքի հոգևոր կենտրոնը։ Օծման հանդիսավոր արարողությանը ներկա են նաև հոգևորականներ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաստ arczepiskopos Ներսիսյանը, դիվանագետներ, Մինսկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ։ Այսօր շատ կարևոր օր է մեր հայ համայնքի համար, որ այսօր հայ համայնքը Բելոռուսիայի ունի կենտրոն, աղոթատեղ, հավաքատեղ եւ ամենակարևորը այսօր, որ այս եկեղեցում ավելի շատ հարսանիքներ լինեն, նորաստեղծ ընտանիքներ լինեն, կնունքներ լինեն, որ մեր հայությունը, հայ համայնքը Բելոռուսիայում շատ կուռ, միասնական համայնք է, որ նրանք կարողանան մեր հայկական ավանդույթները պահպանեն։ Հայ համայնքը միասնական դիմել էր ինձ, որ կարողանան Մինսկում ունենան եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի։ Եվ ես դիմեցի նախագահային խնդրանքով եւ նա անմիջապես հանձնարարեց, որ հատկացեցին հողատարածք եւ տվեցին թույլտվություն, որ եկեղեցին կառուցվի։ Եվ այսօր տեսնում եք քաղաքի կենտրոնում շատ հոյակապ, շքեղ, լավ տեղում կառուցվել է եկեղեցին։ Ես ուզում եմ ամբողջ հայ համայնքի կողմից եւ իմ կողմից մեր խորին շնորհակալություն հայտնել Ալեքսանդր Գրիգորիչին, որն անմիջապես աջակցեց, հնարավորություն տվեց, որ հայ համայնքը ունենա իր աղոթատեղը։ Փառք ու պատիվ իրեն, եւ իմ ցանկությունը մեկն է, որ թող այս եկեղեցին պահպան լինի մեր երկրների, մեր ժողովուրդներին։ Թող միշտ խաղաղություն լինի, երջանկություն լինի, Աստված թող պահպան լինի մեր բոլորին։ Սփյուռքում եկեղեցին մեծ դեր ունի հոգևոր ու ազգային արժեքների պահպանման համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Բելարուսի հայ համայնքի նոր ու կարևոր հանգրվանն է դառնալու, որ աղոթք հնչեցնեն առ Աստված ու չհեռանան հայկական արմատներից։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։